Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Դանիելյան, խոսենք թե 3 ինչ կատարվեց, սկզբում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանական թևը պատարագին մասնակցեցին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետև Ուխտերդ, որը ամեն դեպքում չեմ հիշում այդպիսի, որպես այդպիսին արարողություն, եւ նպատակը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, ավելի վաղ իր ուղիղ եթերում հավատարմությունն է իրենց հռչակած եկեղեցու բարեկարգման օրակարգին եւ այսպես ինչպես լուսանկարում եք տեսնում արխիվում Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ԿՊ վերնախավը քաղաքացիներ շարժվեցին դեպի Աբովյան եկեղեցի, այնտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ու իդեպ այստեղ նաեւ հետաքրքրական ինչն է որ տարբեր փուլերում հիմքը այս եկեղեցու դեմ սկսած գործողությունների փոխում են սկզբում կուսակրոնություններ, հիմա ասում են իբրև եկեղեցու հոգեվորականներ կան, ովքեր հիբրիդային պատերազմ են սկսել պետության դեմ եւ այսպես շարունակ։ Խոսենք ու ամփոփենք ինչ կատարվեց ի վերջո 3, որն էր բուն նպատակը։ Դրանից առաջ շատ ուշագրավ մի իրադարձություն տեղի ունեցավ, դա իր կեցավայրում հայտնի տիրադավ եւ հերձված եպիսկոպոսների մասնակցությամբ այդ թղթի ստորագրություններ, որտեղ որ փաստեց ինքը, որ այս ամբողջ ընթացքում պետությունը հովանավորել է սույն անձանց գործունեությունը, եթե մինչ այդ իրենք Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրենցով հարցեր լուծել եւ շատ դեպքերում որպես ինքը առաջին դեմքով հանդես չէր գալիս, հիմա արդեն փաստաթղթի տակ կա մի ստորագրություն, որը հենց գրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ սա խոսում է նրա մասին, որ պետության ղեկավար կոչվածը ինքը անձամբ է այս շարժումը համակարգում ուղղորդում բոլոր ծրագրերը, բոլոր պլանները իր կաբինետում են գծվում եւ մշակվում եւ այս ամենի հետ շատ կարեւոր մի նյուանսեր կա, որին պետք է ուշադրություն դարձնենք, դա ուղիղ սահմանադրության 17-րդ կետը ասում է, որ պետությունը անջատ է եկեղեցուց եւ իրավունք չունի խառնվելու, սա քրեական հոդված է, այսինքն հերթական քրեական հոդվածը շալակեց եւ գիտեք որ ըստ այդ հոդվածի տուգանքից մինչև ազատությունից զրկելու մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում կրոնական կազմակերպությունների գործերին միջամտելու։ Սա ուղիղ միջամտություն է եւ հաշվի առնելով նախորդիվ բոլոր այն հայտարարությունները, որ կային, ուղղորդումներ աղած էին, որ ածնգնա եւ այսպես ասած հորդորի պատարագի զեղչման, այլ հակաիրավական գործունեության, գիտեք որ Թալենում հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այսինքն այս ամեն ինչին նախորդել է քրորեն պատժելի բազմաթիվ։ Պարոն Դանիելյան, լավ, իր շրջապատում կան նաեւ իրավաբաններ, փաստաբաններ, ինչ-որ սահմանադրագետներ, այս ամենը հաշվի չեն առել, խորհուրդներ չեն տալիս, որ ամեն դեպքում, իշխանությունը ունի իր ավարտը ու երբ որ արդեն փոխվի իշխանությունը գալու է այդ պատասխան տալու ժամանակը, չէ՞։ Մի քրեական գործ ավել, մի քրեական գործ պակաս իր համար արդեն էական նշանակություն չունի։ Այնքան հոդվածներ է խախտել եւ սահմանադրության տարբեր հոդվածներ Արցախի հետ կապված, իր տարբեր բռնաճնշումների հետ կապված, ուրեմն իր ապա համակարգին ցուցումներ տալու, SMS հաղորդագրություններով ԲԴԽ նախագահ եւ այլն, ցուցակը այնքան երկար է, որ այս առումով ինքը խնդիր չունի։ Ինքը գնում է վաբանկ եւ սա այս որ արդեն անդրադառնանք այս Ուխտերդ կոչվածին, հիմնական նպատակը արտաքին իր հովանավորներին ցույց տալ, որ ամեն ինչ իր կոնտրոլի տակ է։ Ովքեր են այդ հովանավորները։ Անդադ այսպես վերացականացում հովանավոր։ Այն մարդիկ ու այն ուժերը, որոնք թիրախավորում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այն ուժերը, այն պետությունները, որոնք որ շահագրգռ են, որպեսզի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերը խարխլվեն, այն հայտնի իր միջև այտել են հայտնի թեզը, որ մենք գործ չունենք արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ, ցեղասպանություն ուրանալու հետ եւ այլ Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելու ուրեմն իր հայտնի հայտարարության հետ, իդեպ վերջերս էլ ասեց
որ այն ուղին, որ ինքը ընտրել է Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելու, դա ճիշտ էր, այսինքն վերահաստատեց իր այդ ապօրինի որոշումը, այսինքն այդ ուժերին բնականաբար ձեռնտու է։ Եվ նաև հարցի մի այլ կողմն էլ կա, որ այդ եպիսկոպոսները, որոնք որ հույս ունեն, որ արագ կլուծվի հայ առաքելական Սուրբ եկեղեցին կազմակերպելու գործը, եւ դրա համար էլ միացել էին, բացի այն, որ կան նաև բազմաթիվ վարկածներ, տարբեր կոմպրոմատներ, գիտեք, որ քրեական գործեր են ջրվել, որոնք որ մինչ այդ հարուցվել են իրենց դեմ։ Եվ նաև մոտիվացիոն բանը այն էր, որ իրենք շատ արագ հարցը կլուծեն եւ ի վերջո իրանցից տարբեր մարդկանց նաև խոստումներ էր տրվել, որ իրենք կզբաղեցնեն շատ բարձր պաշտոններ եկեղեցու։ Բայց սպասելիքները չարդարացան։ Բայց սպասելիքները չարդարացան, իրենք իրենց արժև դրած խնդիրը չլուծեցին, ամենևին դա չի նշանակում, որ մինչ այդ ԿՊ չէր հովանավորում, մենք տեսանք Մայրաթոռում այդ հայտնի այդ խայտարակ դեպքերը, որտեղ ԿՊ տարբեր կալիբրի չինովնիկներ ուղղորդում են եւ հակաօրինական արարքներ են կատարում, դրա մասին մենք բազմիցս խոսել ենք, չեմ ուզում շատ անդրադառնալ դրան, բայց իրենց խնդիրը չլուծելու պարագայում որ չլուծվեց, իրապես ջախջախվեց մի քանի դրվագներում, գիտեք, որ 7-եր եկեղեցու հետ կապված, դրանից առաջ Միքայել Սրբազանին ձերբակալելու հետ կապված եւ վերջինս նաեւ տոտալ ֆիասկո եւ ձախողում ապրեց Մայրաթոռում եւ ինքը իր դեմքով հանդես եկավ եւ այս նաև շոուն բեմադրեց իդեպ այս ամեն ինչ որ կազմակերպել է շատ զորեղ պատրաստություն են տեսել իրենք, ճակերտների մեջ զորեղ, որ ամբողջ պետական ապարատը բիրտ մեթոդներով աշխատանքից ազատելու տարբեր լուրեր են մեզ։ Դե ձայնագրություններ հրապարակվեցին առողջապահության համակարգի։ Այդ ձայնագրությունները ես կարծում եմ, որ ցանկության դեպքում էլ այդ ձայնագրությունները կհայտնվեն, այսինքն դրանք լի են եղել եւ մեզ տարբեր լուրեր են հասնում, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատողներ, տարբեր պողակների աշխատողներ, այսինքն այդ մարդկանց նես չէ՞ որ այդ սուրբ օրով այդ մարդիկ իրանց հաճելի էր որ գան այդտեղ, այսինքն վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում ա եղել, չարաշահում ա եղել։ Պարոն Դանիելյան, ես քանի որ ինքս էլ ներկա եմ եղել այդ երթին որպես լուսաբանող, ամեն դեպքում որքան էլ ասենք կային այդ մասով կան ապահովելու համար, բայց ամեն դեպքում կային քաղաքացիներ էլ, ովքեր հենց իրենց կամքով եկել էին ու միայն վարչական ռեսուրսով դժվար թե առանց այդ հիմքի, հա, հնարավոր չլինի ըստիս ապահովել հենց այդ ցանկացած իշխանություն մասով կան։ Ցանկացած իշխանություն մենք իրականացնենք կտրված չենք, ցանկացած իշխանություն ունի իր որոշակի էլեկտորատը, վարչական ռեսուրսների, գիտեք ինչ, մարդիկ էլ կան, որոնք որ ոչ միայն պարտադրանքով են գալի, այլ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը շահելու, գիտեք որ բազմաթիվ տեխնացուներ կան, որոնք որ խոսում են դրա մասին, որ առաջիկա ազգային ժողովի ընտրություններին իրենք ուրեմն այդ համամասնական ցուցակում կանդրկվեն, այդ մարդիկ էլ իրենց հավատարմության երթումը տալու հետ կապված նաև տարբեր մարդկանց մոբիլիզացնելու, խնդրելու, իրենց ընտանիքի անդամներով մասնակցելու, բայց դա ամենևին չի նշանակում, որ իհարկե աջակցողներ կան, բայց այդ աջակցողները նույն այնքան են, ինչքան որ օրինակ այդ հիմնական աջակցողները, որքան որ օրինակ վերջերս Գառնիում տեղի ունեցած պատարագի ժամանակ եւ այս առումով մենք պետքա ստապ գիտակցենք իրավիճակը, ինչա իրականում տեղի ունենում։ Պարոն Դանիելյան, սրանից ավելի վաղ էլ այդպես պայմանագիր էին, հա, թուղթ են ստորագրել, այդ կադրերում տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իրենց գլխավերևում կանգնած է, 10 եպիսկոպոսները թուղթ են ստորագրում, հա, ու ձևավորել են համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի իրենց այդ հռչակած բարենորոգման ծրագրով եկեղեցի։ Նախ ուզում եմ իմանալ, որքանով է, հա, սա, քանի որ Մայրաթոռը եւս անդրադարձել էր, որքանով է ձևավորված խորհուրդը սահմանադրական, ինչ լիազորություններ ունի, ինչպես է իր գործունեությունը կարգավորել։ Որևէ իրավական նորմ չկա, որ այդ խորհուրդը պետք է ձևավորվի այս ֆորմատով, դա ապօրինի մի որոշում է, թղթի կտոր է, էլի, դա ոչ մի բան իրանց չի ներկայացնում։ Ընդհանրապես թղթի կտոր է, մակուլատուրա է, ոչ մի բան իրանց չի ներկայացնում, եւ այս առումով ոչ միայն դա իրավական առումով ուժ չունի, այլ նաեւ հակառակը կրկնում եմ, որ դա քրեորեն պատժելի արարք է, բայց
կրկնում եմ, սա նաև իրենց նաև Նիկոլ Փաշինյանը հովանավորելով փորձում է նաև իրենց մեջ այդ պարակտումը, որ կա, փորձել այդ պարակտումը վերացնել, բայց այն որ խնդիրներ կան իրենց մեջ, դա ավելի քան ակնհայտ է։ Ինչը վերաբերվում է նորից էլ անդրադառնանք այդ թղթին, թուղթը կրկնում եմ ուժ չունի, որևէ, իսկ եթե որոշակի հարցեր էլ ենթադրենք որոշակի հարցեր են առաջացել, եպիսկոպոսները իրավունք ունեն եկեղեցական ընթացակարգով դիմելու եւ այդ ընթացակարգում քննարկումներ կազմակերպելու։ Իրենք դասալիքի նման լքել են, իրենք տիրադավություն են կատարել եւ այս առումով նաեւ բազմաթիվ հանգամանքներ էլ պետք է պարզվի, թե ինչ ազդեցության տակ են այդ ամեն ինչը գործել, ինչ ներգործություն է տեղի ունեցել, ինչի՞ց է որ քրեական գործերը ջրվում են, օրինակ տարբեր օֆշորային սկանդալներում հայտնված անձանց գործերը։ Օրինակ ինչ է բոլոր ըստ ձեզ այդ բոլոր 10 եպիսկոպոսների վրա ինչ որ կոմպրոմատներ կան, նրանց մի մասը հենց իր կամքով, հա, այսպես իր մտածմունքի համաձայն է միացել, այսինքն իր հավատի։ Մենք մեր ենթադրությունները կարող ենք անել, տեսեք տարբեր եպիսկոպոսներ վերջին ժամանակահատվածում մինչև այս process-ները ոչ մեկ իրանց լեզվից չէր քաշում էլի, որ իրենք օրինակ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեն։ Գործող իշխանությունների նկատմամբ ավելի մեծ մասը բացասական իհարկե ճշող մեծամասնությունը բացասական կարծիք է հայտնել ոչ միայն եթերների ժամանակ այլ նաև նույն անմիջական խոսակցությունների ժամանակ որոշները տարբեր շարժումների ժամանակ նաև իրենց մասնակցությունն են ապահովել նաև շատերին ես եմ տեսել Կիրանցից սկսած մինչև Երևան, այսինքն այդ մարդկանց որոշներին կարծիքը եւ տեսակետը շատ լավ գիտեմ եւ այդ տեսակետը հենց չի որ ինչ գիտեմ ես եմ պարտադրել կամ դուք եք պարտադրել որ իրենք նման տեսակետ հայտնեն իրենք կոնկրետ այդ եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ էլ մինչև վերջերս իրենց տեսակետը հայտնում էին ասելով որ սա ուղղորդվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս ամեն ինչ ինչ որ կատարվում է դե ինձ էլ այդ հարցը հետաքրքիր ինչն է փոխվում որ մի օրվա մեջ այդ մարդիկ ուրանում են ինչն է փոխվում որ դատական նիստերի ժամանակ գալիս են Միքայել Սրբազանի դատին Եվ ասում են, եթե տեսանյութերը նայեք, դες համար պարզ կլինի, ինչ սրբազաններ էին ներկա եւ ինչ կարծիք էին արտահայտում այդ։ Ինչը փոխվեց, որ դուք ուրացաք ձեր հոգեվոր եղբայրներին։ Ինչը փոխվեց, որ դուք հիմա հավատարմության երթում եք տալիս Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ բազմաթիվ հարցեր առաջանում։ Այն որ իրենց մոտ գաղափարական ոչինչ չկա, դա ավելի քան ակնհայտ է։ Եվ մինչև այսօր ես մի անգամ ասել եմ եւս մեկ անգամ ձեր տաղավարից կրկնեմ, որ այս եպիսկոպոսները վեհափար տիրոջը երբեք աչքի չեն ընկել անհամաձայնություն իրենց հայտնելով։ Այս տարիների ընթացքում որքանով որ ես տեղյակ եմ, իրենք բոլոր հարցերում իրենց հավատարմությունն են ցուցաբերել, այսինքն հարցեր կար, որ բնական է որ կա եւ որոշակի անհամաձայնություններ լինի իրենց կարծիք արտահայտելու հնարավորություն ունեն եպիսկոպոսները, այնպես չի որ չունեն, բայց երբեք իրենք նման պահվածքով աչքի չեն ընկել։ Եվ սա այս ամեն ինչի հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունների կողմից կոմպրոմատներ աշխատել, որոշակի մարդկանց նաև տեսնում ենք, որ քրեական գործեր է ջրվում, որոշների հարցով էլ երևի տրվել են ինչ որ խոստումներ հետագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու։ Պարոն Դանիելյան, եւ վերջում ես ուզում եի նաև անդրադառնալ մի թեմայի, որը թե հենց անմիջական մեզ չի առնչվում, բայց առհասարակ տարածաշրջանային արտաքին քաղաքական առումով շատ վերջին շրջանում այսպես բացառիկ իրադարձություն է, ու շատ կարևոր, որ իր հետևանքներն է ունենալու, այդ թվում մեզ վրա խոսքը, հա, Վենեսուելայի նախագահի առևանգման մասին է, ինչը այսպես ԱՄՆ ուժերի մեծ ժամեր շարունակ տեղված օպերացիայի արդյունքում եղավ, հենց Թրամփը հայտարարեց, որ ին անմիջական ղեկավարության հրահանգներով է սա եղել։ Սրա մասին է ուզում այսպես մի ամփոփում որպես խոսենք ու հետևանքները։ Ինչ դասեր պետք է քաղել սրանից։ Տրամփը իր պաշտոնավարության հենց սկզբից ասել է, որ ինքը հավակնություններ ունի հարավային Ամերիկայի նկատմամբ եւ հավակնություններ ունի իր հարևան երկրների նկատմամբ, հիշեցնեմ ձեզ, որ Կանադայի մասին էր խոսում, որ հերթական նահանգը պիտի դառնա, Գրենլանդիան միջև հիմա խոսում է նրա մասին, որ Դանիայից պիտի վերցնի եւ նաեւ հայտարարությունները, վերջին հայտարարությունները Դանիայի վարչապետի, որ անթույլատրել էր համարում այդ ամեն ինչը։
Եվ բնականաբար Վենեսուելան որպես նավթի պաշարներով եւ ամենամեծ համարվող երկիր եւ նավթի որակի հետ էլ բավականին որակյալ նավթ կա այդտեղ եւ բավականին մեծ քանակությամբ եւ այդ նավթը վաճառվում էր Չինաստան, այլ երկրներին եւ այս առումով Ամերիկային դա հաճելի չէր բնականաբար եւ այս օպերացիան կազմակերպեց բնականաբար սա բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս թե ժողովրդավարը հռչակած Ամերիկայի Միացյալ Նահանգները որքանով այս ամեն ինչը իրավաչափ բնականաբար սա կարծեք թե աննախադեպ էր նման բան տեղի չէր ունեցել որ երկրի ղեկավարին առևանգեն նման ձևով նման մեթոդներով բայց նաև Տրամպը վերջերս նաև իր միտքը կրկնեց որ ինքը նաև սպասում են այլ պետությունների թող զգուշանան բոլոր այն պետությունները նախազգուշացում տվեց եւ սա բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է այդ տարածաշրջանում իր լիակատար վերահսկողությունը հաստատել հենց սա դրա համար է արվում բայց նաև անչափ կարևոր է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, որը մեր տարածաշրջանի համար շատ անչափ կարևոր է, էլի, եւ հենց այս անձնավորությունը, որ այս նկարին կա, այդ անձնավորությունը փոխանակ այդ խնդիրները փորձելու ռիսկերը կառավարելու Իրանում հետագա զարգացումները, հետագա ընթացքը նաև մեր անվտանգության հետ կապված մեր անվտանգային համակարգի հետ լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել եւ մենք գիտենք որ վերջերս Պոմպեոն էլ հայտարարեց որ արտաքին ուժերը ներգործություն են ունենում Իրանի ներքին գործերին այսինքն այս երրացող տարածաշրջան որտեղ որ մենք ենք գտնվում անչափ կարեւոր է նաեւ Իրանում տեղի ունեցած զարգացումները մեզ ոչ մի պարագայում ձեռ չի տալիս մեր պետական ազգային շահերից որպեսզի Իրանում իրավիճակը դուրս գա կոնտրոլից Իրանը մասնատվի դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով Շնորհակալ եմ պարոն Դանիելյան զրույցի համար։ Հարգելի այստատիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակից ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր, կհանդիպենք։